Իսկ այժմ մենք իհարկե չէինք կարող չանդրադառնալ Վահրամ Սահակյանին։ Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ, աշխատանքի տեղավորման գործակալություն։ Հաջորդը Բարև ձեզ։ Այս աշխատանքի տեղավորման գործակալությունն է։ Այո, ճիշտ եք եկել, բարև ձեզ։ Ուրեմն 2 օր առաջ մտնում եմ սուպերմարկետ, որպեսզի իմ հերթական առօրեական գնումները կատարեմ։ Մեկ էլ ինձ մոտենում է մի հատ վաճառողուհի ամիստատ նավից փախած ստրուկի դեմքով։ Ու ինձ ասում է, ինչով կարամ քեզի օգնեմ։ Տո այ ամեոբա, այ միա բջիջ։ Դու ինչով կարաս ինձ օգնես, եթե դու մարդուն առանց ճանաչելու դույով ես դիմում, ուրեմն դու օգնության կարիք ունես։ Ու ամենավատը այն է, որ դրանց նմանները շատանում են ու բազմանում են, որտեղ միաբջիջն կիսվելով են բաժանվում, ու շուտով կգրավեն Անդրկովկասը, հետո ամբողջ աշխարհը դրա համար յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի այն գործով, որ իրեն է հասնում։ Այսինքն պետք չի, որ հացթուխը ֆանտաստիկ գրքեր գրի, իսկ ֆանտաստիկ գրքեր գրողը դառնա դեպուտատ ու ֆանտաստիկ օրենքներ գրի այս ազգի համար։ Դրա համար ասեք ես հիմա եկել եմ, որպեսզի դուք առաջարկեք ինձ համար համապատասխան աշխատանք։ Շատ բարի, ասեք ձեր անուն ազգանունը, հա, ես գրանցեմ։ Վահրամ Սահակյան։ Իսկ Վահրամ ջան, դուք ինչ մասնագիտություն ունեք, ասեք, որպեսզի ես կարողանամ ավելի հեշտ ու դիպուկ ձեզ առաջարկեմ աշխատանքներ, լավ։ Ես ուրեմն ավարտել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը այն ժամանակ, հիմա անունը չնայած փոխվել է, հիմա Երևանի դժվար թե կինոյի, մաքսիմում սերիալի, թու 1 թատրոնի ինստիտուտ է կոչվում։ Փաստորեն դուք ավարտել եք թատերական ինստիտուտը։ Այո։ Տեսեք, ինձ ավելի հեշտ եղավ ձեզ աշխատանք առաջարկելու։ Բենզալցակայանում կաշխատեք։ Բենզալցակայանում, աղջիկ ջան, դու պատկերացնում ես, ես բենզալցակայանում ինձ աշխատելիս, ես բենզալցակայանում աշխատեմ մի հատ Porsche կայնի ու մեջից մի հատ զիլի շոֆերի դեմքով, բայց զիլի թանկ մայկով, մի հատ աղբամաս բեղերով։ Աղբամաս բեղերով մի հատ լակոտ ինձ ասի 90 լիտր պզծրու։ Ես էլ խամ աշխատող, այդ 90 լիտր կպզծնեմ, այդ բենզինը դեմքին, լուսկին կգցեմ, կվառեմ ու կտարակցնեմ այդ Porsche-ն ու Porsche, այդ չորտվոյ մաճերի, ու իրա պրախը, ու այդ իրա պրախը ես կլեսնեմ Բրազլիվնոյ պիվի բանկի մեջ ու FedEx-ով կուղարկեմ իրա մասոն պապային։ Հիմա ինչ չեք ուզում։ Իհարկե չեմ ուզում, ուրիշ բան առաջարկում։ Աստեղ ունենք բան, պիցայի առաքիչ կաշխատեք։ Պիցայի առաքիչ։ Դու պատկերացնում ես, աղջիկ ջան, ես գնամ մեկի դուռը ծեծեմ, դուռը բացի մի հատ կիսագրագետ լրագրող, որ կտանքների մեջ ընկած վհուկի նման ձայնի ամպլիտուդները սենց բարձրացնել իջացնելով։ Մունաթախարը ինձ ասի խի կեչուպ չես բերե, էլի դույով։ Գիտես ինչ կանեմ, այդ պիցան կդնեմ սեղանին, գլուխը այնքան կխփեմ այդ պիցային մինչև իրա սխ կերած կեչուպները քթերից կբերեմ, արա։ Ու կնկարեմ էտի այսօրվա ռեժիսորների նման, այսինքն սոտովիով։ Ու կգցեմ YouTube, որպեսզի իրա նմանները տենան ու էլ վախենան պիցա ուտելուց ու սոված սատկեն, որպես մենակ կիսաֆաբրիկատ են իրան կարում ուտեն, սկատի։ Լավ, ինչ առաջարկեմ ձեզ։ Եկեք մի հարց տամ, էլի, շատ հետաքրքիր մտքեր եք արտահայտում։ Ինչու չեք ուզում դառնալ այսօրվա մտավորականության մի մասնիկը դուք։ Այսօր ուր է մտավորականություն, այսօր կարամ ասեմ, որ գրեթե չկա մտավորականություն, այն անշահախնդիր մտավորականությունը այսօր չկա, ով էլ կա, այսօրվա մտավորականության մեծ մասը մտածա սրա նրա որականությունը։
Գիտեք, ինձ տեղ բան ունենք։ Դիսկերի խանութում կաշխատեք։ Ես դիսկերի խանութում չեմ կարող աշխատեմ։ Ինչի՞, շատ հեշտ գործ է։ Չէ, չեմ կարող աշխատել։ Շատ հեշտ է, բան չզանց չի։ Ես դիսկերի խանութում չեմ կարող աշխատել։ Բայց կարող եք աշխատել, ինչ եք տենց ասում։ Եկեք փորձենք, հա։ Եկեք փորձենք։ Իբր դուք գնորդ եք եւ ես վաճառող եմ, եկեք։ Եկեք տեսեք, որ չեմ կարող։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի հատ դիսկ եմ ուզում առնել, էլի։ CD եք ուզում։ Այո, CD։ Մենք հրաշք ձայնադարան ունենք, ուրեմն ես ձեզ կարող եմ առաջարկել Ջորջ Բենսոն, Ժակ Լյուսե, գիտեք, Բախի երգերը, որ փոխում է ջազովի ձևով, ասենք Օսկար Պետերսոն, Մայլս Դեվիս, Մարվին Գեյ, իդեպ միակ գեյը, որին ես հարգում եմ։ Ու հետո հրաշք ձայներ, ինչպիսիք, ասենք, Լիզ Բրայթ, Աննա Մարիա Ջոպեկ, Նինա Սիմոնե, ասենք, տարբեր, ինչու՞ չէ նաև հայկական կոմիտաս, ասենք, Շարլ Անձնավուր, Վիսոցկի վերջի վերջո։ Չէ։ Չեք կարող աշխատեք, չէ։ Ինչու՞ չէ։ Չէ, չեք կարող աշխատել։ Մի վարքյան, բայց աշխատում էի նոր։ Չէ, Բայց ախր ստացվում ոչ չէ։ չեք կարող աշխատեք։ Մի վարքյան, բայց ինչու՞ չէ։ Ես Արմենչիկ էի ուզում։ Դե բտենում եք, մի վարքյան կասամ փագեմ, բտենում եք, որ ես ասում եի, չեմ կարող Ինչ աշխատել։ առաջարկեմ ձեզ։ Գիտ կաշխատեք։ Ես տգիտների համար գիտ չեմ աշխատի։ Իսկ դեղատանը։ Ես կյանքում դրանցից չեմ ծախի։ Ասեմ ավելին, ես կյանքում դրանցից չեմ ծախի։ Իսկ դիզայներ ֆլորիստ։ Ֆլորիստ։ Աղջիկ ջան, եկա տղա ես, հալովդ մնա։ Վերանս բացել ես տալի։ Լավ, ախր չգիտեմ ձեզ ինչ առաջարկեմ, իրոք ուզում եմ օգնել, ինչ Դու առաջարկեմ ինձ ինչ պետք է առաջարկես, է։ Մի հետաքրքիր աշխատանք ձեզ։ Ինչ աշխատանք։ Ինձ աշխատանք պետք չի։ Բա ինչ եք էստեղ։ Ուղղակի անցնում էի ներվայնացած էի, ասի մտնեմ մի քիչ լիսկա թափվեմ, այդքան բան։ Գիտես ինձ աշխատանք է պետք կարա։ Շնորհակալություն, հույսով եմ ձեր տրամադրությունը ավելի բարձրացավ, շնորհակալություն մեր հանդիսատեսին, մեր հյուրերին եւ շատ հեռուստաընկերությունը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ հիշեք, մենք ադնակլասնիկներում չկանք։